Կյանքից հեռացել է 80-ից 90-ական թվականների հայտնի հասարակական քաղաքական գործիչ Հայաստանի ազգային ժողովի առաջին գումարման պատգամավոր Սյունիքի ազատագրական շարժման կազմակերպիչ Դերենիկ Մարգարյանը։ Նա Արցախյան պատերազմի ժամանակ ԿԱՊԱ-ի ինքնապաշտպանական խորհրդի անդամն էր։ Տրիկոտաժի ֆաբրիկայի աշխատողներից կազմակերպել էր ինքնապաշտպանական ջոկատ, որը տևական ժամանակ մարտական հերթապահություն էր իրականացնում ներքին հանդի մատույցներում։ 1993 թվականին Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ դարձավ պետնախարարի խորհրդական տնտեսական հարցերով, ավելի ուշ եղել է արժանապատգամավոր, այնուհետև կապի և տրանսպորտի փոխնախարար։ Հրազդանի ցեմենտի գործարանը փակման եզրին է, 400 աշխատակիցներ 13 ամիս աշխատավարձ չեն ստացել։ Աշխատակիցներն այսօր բողոքի ակցիա են իրականացրել գործարանի մոտ, որպեսզի պատկան մարմինները արձագանքեն, թե ինչ է լինելու գործարանի ճակատագիրը։ Տարիներ շարունակ Պարսկաստանն էր մեզնից կլինկեր տանում, իսկ այսօր արտահանողից դարձել ենք ներմուծող։ Միթե այդ ձևով կարելի է երկիր շենացնել, ասել է աշխատակիցներից մեկը։ Ըստ աշխատակիցների գործարանին 579 միլիոն պարտք են և չեն տալիս, ցեմենտը տարել են, գումարը չեն տվել, դրա համար էլ գործարանը սնանկ է ճանաչվել։ 24 տարի առաջ Առագա սրճարանում սպանված Պողոս Պողոսյանի աջունը Կարտաշիրիմ են, հայտնում են ԶԼՄ-ները։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այդ նպատակով կդիմի Վրաստանի իրավասու մարմիններին, քանի որ Պողոս Պողոսյանը ուղարկավորված է ջվախքում։ Արտաշիրիմում անելու որոշումը դատավոր Կարեն Ֆարխոյանը կայացրեց, բավարարելով հանրային մեղադրող Ծովակ Մնացականյանի միջնորդությունը։ Ըստ դատախազի ի հայտ եկած նոր հանգամանքները կարող են հանգեցնել եզրակացության, որը կատարվել է դիտավորյալ սպանության կասկածանքով։ Մոսկվայի ԲԿՄ-ի կիսապաշտպան Արտյոմ Բանդիկյանը խոսել է առաջին անգամ Հայաստանի ազգային հավաքական հրավիրվելու մասին, հայտնում է ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ Հայաստանի հավաքականից հրավեր ստանալը երազանք էր, երկար էի սպասել այս պահին, ուրախ եմ, որ իրականացավ, կներդնեմ առավելագույն ուժերս թիմին օգնելու համար։ Մարզումային առաջին օրն ամեն ինչ լավ էր, զգացողություններս հիանալի են։ Ինչ վերաբերում է Եղիշե Մելիքյանին, ապա նա լավ մարզիչ է և ժամանակակից ֆուտբոլ է դավանում։ Նա միշտ հաղթանակի համար է խաղում, ասել է 20-ամյա ֆուտբոլիստը։